Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, այո, չնայած բոլոր լարված իրադարձություններին եւ անհանգստություններին, միևնույն շարունակում ենք փորձել հնարավորինս լուսավոր առավոտ դարձնել ձեր առավոտները, մենք էլ ձեզ հետ միասին, որովհետև անշուշտ այն ինչ կատարվում է, բոլորիս հետ է կատարվում, բայց հավատարիմ մնալով մեր գործին եւ մեր առաքելությանը, ինչ որ պիտի անենք, փորձում ենք առավոտները դարձնել իմաստավոր, հետաքրքիր, հաճելի, մի քիչ էլ թեթև, եթե դա հնարավոր է։ Այնպես որ, եթե միացել եք կենտրոնի առավոտին, կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի մեր տեղեկություններով, խոսք ու զրույցներով եւ առասարակ այս 2 ժամերի ընթացքում մի քիչ լիարժեք եւ իմաստային դարձնենք ձեր առավոտը։ Բարի լույս, հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ, հետաքրքիր է լինելու ինչպես միշտ, ինձ մոտ միշտ այնպես տպավորություն է, կարծես թե մեր տանը կամ ձեր տանը նստած առավոտյան սուրճի շուրջ քննարկումներ ենք իրականացնում ու անկեղծ ասած ինձ դա շատ դուր է գալիս, որովհետև ես մի տեսակ այնպես մարդ եմ, որ ես չեմ կարողանում ինքնախաբեությամբ զբաղվեմ, ես եթե ինչ որ մի բան լավ չի կամ ինչ որ մի հարց կա, որի պատասխանը պետք է բոլորս միասին փնտրենք եւ գտնենք պատասխանը, ելքերը եւ այլն, ես չեմ կարողանում տենց դեմքի ամենավառ արտահայտությամբ նստեմ ու ինչ որ հետաքրքիր հումորային բաներից խոսեմ, որովհետև այո, մենք ունենք հումորի ժամանակը չէ, այո։ Հա, ես հուսով եմ, համոզված եմ, ավելի քան համոզված եմ, որ հումորի ժամանակն էլ կգա, ժպտալու եւ բարձր տրամադրության արարելու ու ստեղծելու ժամանակն էլ կգա, բայց մինչ այդ ամեն ինչը պետք է հարցերին լուծում տալ, իսկ մենք դե ունենք հիմա երկուսով ունենք մի հարթակ, որտեղից որ կարանք մեր հայրենակիցների հետ շփվել, լսել նաև ձեզ, մեր կարծիքը արտահայտել, այնպես որ մնացեք մեզ հետ, այսօր էլ չի տարբերվելու, էլի կարծիքների, խորհուրդների, չգիտեմ, մտքերի տեղատարափել լինելու, հուսով եմ, որ մենք հետաքրքիր կլինենք ձեզ համար։ Եթե թույլ տաս մի բան ասեմ, երբ տարիներ առաջ էլի հենց այս հեռուստատեսությամբ ես վարում էի առավոտյան ծրագիր եւ իրականում երբեմն շատ չի նյութերը, բայց կան նյութեր, որոնք համացանցում են, ես փորձում էի հասկանալ այն ժամանակ, շատ չեմ հիշում, ինչի մասին ենք խոսել։ Եվ իրականում, երբ գտնում եմ համացանցում Սուրենի հետ Արուստամյան մեր առավոտները, ես հասկանում եմ, որ մենք, այսինքն տեսնում եմ, որ էլի այդ ժամանակ առիթ եմ ունեցել անդրադառնալու տարբեր իրադարձություններին։ Պայմանավորված ուղղակի նրանով, որ այն ժամանակ այսքան ակտիվ, հա, տենց թոհու բոհեր չէին տեղի ունենում, բայց սկսած օրինակ այսքան բան գլխերովս չէր անցել 14 տարեկան երեխաների պատվաստման թեմայից, որ ես էլի պատահաբար հայտնաբերեցի, որ ես արձագանքել եմ։ Դե Քարորյան, երբ եղավ, մենք էլի առիթ ենք ունեցել արձագանքելու, մարկային հարաբերություններին ենք անդրադարձել, երթևեկությանն ենք անդրադարձել, իրականում դե եկեք խոստովանենք 16-15 թվականին դեռ 17, այսինքն եւ այսքան լճացած չէր եւ համացանցներ նոր, այսինքն ինֆորմացիաներն էլ մեզ տենց հեշտ չէր տրվում։ Հետո ես սկսեցի մի քիչ մտածել, ինչի եմ ես հիմա օրինակ արձագանքում շատ թեմաների, այսինքն չեմ կարողանում անտարբեր լինել, ինչպես Դավիթը նշեց։ Եվ իրականում, չնայած որ չեմ էլ ուզում ստացվի այնպես, որ մենք շատ մտերմիկ իրար հետ զրուցում ենք, որովհետև դա հիմա կարելի անել համացանցում, բայց ոչ հեռուստատեսությամբ, ես հարգում եմ հեռուստատեսության կանոնները, բայց ազնվորեն պիտի խոստովանեմ, ես հետ եմ նայում իմ տեսակին եւ էլի ու էլի պիտի ասեմ, որ ցավոք կան կարեւոր sense ֆունդամենտալ, հա, դրսևորումներ, որոնք չեն փոխվում։ Ես հիշում եմ ինձ դպրոցական տարիներին եւ հասկանում եմ, որ ես կարող էի ուսուցիչներիս հետ կռիվ տալ իմ դասընկերոջ, օրինակ հանդեպ ոչ արդար ասված մի բանի։ Այսինքն սա տեսակ է։ Դպրոցական տարիներին ես քաղաքականությանը չէի անդրադառնում, բայց օրինակ եթե ես գիտեի, որ իմ դասընկերը անմեղ է, բայց լռում է կամ չգիտեմ ինչ պայմաններով ինքն է հիմա թիրախային եւ ուսուցիչը իրեն է մեղադրում, ես միշտ արձագանքում էի, միշտ դառնում էի վատամարդ իհարկե։ Հետո պարզվում էր, որ այս ամբողջ թեմայի մեղավորը ես եմ, այլ ոչ նրանք, որովհետև ես հենց ակամայից ընկնում էի ասում մեղադրանքի մեջ, բայց սա տեսակ էր, որը չէր դադարում։ Հետո հիմա երբ որ մի քիչ էլ եմ մտածում, հասկանում եմ, որ ուղղակի կան մարդիկ, ովքեր անարդարություններին չեն կարողանում հանգիստ նայել, եւ գումարած դրան մարդիկ կան, որոնք ուղղակի իրենց քառակուսիով չեն տեղավորվում, մի քիչ ավելի լայն են պատկերացնում այս աշխարհը ու չեն կարող օրինակ անտարբեր լինել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ես իմիջիայլոց կադրերը խնդրել եմ ռեժիսորին, որպեսզի ունենա, օրինակ չնայած որ սրա ֆոնին էլ ավելի դաժան բաներ են տեղի ունենում, բայց ես հիմա ազնվորեն ասեմ, ասում եմ փոքր սխալները ծնում են մեծ սխալներ։
Փոքր անտարբերություններից սկսվում են մեծ խնդիրներ, որոնց արդեն մենք անգամ չենք կարող մեր տարբեր լինելով օգնել։ Իհարկե մենք հիմա շատ ավելի լուրջ ու ծանր իրականության մեջ ենք կանգնած եւ ես վստահ եմ, որ մի քիչ հասկացող մարդիկ երևի թե ահու-դոհով են արթնանում ամեն առավոտ, չիմանալով թե իրենց ինչ է սպասվում եւ այս անորոշության մեջ մենք ապրում ենք արդեն երկար տարիներ։ Այն ժամանակ, երբ որ արթնանում էինք 44 օրյայի ժամանակ, դե համացանցում նայում ենք, տեսնենք այս գիշեր քանի զոհ ենք ունեցել։ Ու դա սարսափելի ապրումներ էր, որովհետեւ ես պատկերացնում եմ մայրերը ոնց էին այդ անունների մեջ ման գալիս իրենց տղաների անունները ու մոտավորապես եթե հոգեբանորեն ինչ որ մեկը կարող է իրեն երևակայել, որտեղ դա անգամ երևակայելով չի լինի, մոտավորապես երևակայեք ինչ է ապրում այդ մարդը այդ պահին, երբ ինքը փորձում է գտնել անուն իր տղայի։ Հիմա այս ֆոնին, եթե այս ամեն ինչի ֆոնին մենք համեմատության օրինակներ անցկացնենք, ստացվելու է, որ ես հիմա անիմաստ բաներից եմ խոսում։ Բայց իրականում մենք եկանք հասանք այսօրին նաև այդ անտարբերության պատճառով։ Այսօր իմ ջայլոց Վազգեն Սարգսյան ֆիլմից անդադ փոքրիկ հատվածներ են համացանցում պտտվում եւ դուք անընդհատ այդ բառը երևի տեսնում եք, ես վախում եմ անտարբերությունից, որովհետեւ դա սարսափելի մեղք է, որովհետեւ երբ դու անտարբեր ես, քեզ ու քո կողքինին, ընտանիքին, երեխային կխժռեն ու երբ որ դու կորոշես, որ այլևս անտարբեր չես, ուշ կլինի։ Հիմա մենք խոսում ենք օրինակ Թումանյան փողոցում հատված բազում ծառերի մասին։ Մենք անդադ խոսում ենք, որ մեր քաղաքը հատել է աղտոտվածության կարմիր գիծը։ Մենք այսօր խոսում ենք, որ մենք այլևս տեղ չունենք ավելի բարձր մակարդակում լինելու։ Եթե հիվանդություններին չանդրադառնամ, որովհետև հիմա որ ասեմ, պիտի ասեք, բայց որտեղից գիտեք, բայց բժիշկներից գիտեմ, հիմա իմիջիայլոց ամեն երրորդը ունի վահանաձև գեղձի խնդիր եւ խնդիրը մեծանում է այն մակարդակի, որ վիրահատում են։ Եվ երբ խոսում ես իհարկե բժիշկներից, մի քանի պատճառներից պայմանավորված, յոդի պակաս եւ այլն, ստրեսը եւ օդի աղտոտվածությունը, որի մեջ մենք երկար տարիներ ապրում ենք եւ անտարբեր ենք։ Գոռացինք, բնապահպանները գոռացին այդ մասին, մարդիկ բողոքեցին, որ սակուրապետ չի տնկել քաղաքում էս փոշու ու կեղտի մեջ, որ կառուցվում են ինչ-որ նորակառույցներ արգելելով, փակելով այդ օդի եւ քամիների ճիշտ ուղղությունը, որովհետեւ դրանց խախտման արդյունքում այդ ծանր թունավորված օդը փոշին, այսպես ասած, ծանր նստում է քաղաքի վրա, բայց մենք իհարկե եղանք անտարբեր։ Հիմա տարօրինակը ինչն է, որ հատվում է Բուսաբանական այգին։ Եթե նկատել ես Դավիթ, չէ՞։ Հա, ես տեսա։ 30 ծառ է հատվել, պարզվում է, ես օգտատիրոջ, այսինքն Facebook-յան հարթակից տեսա, որը եղել է նախորդ տարի նոյեմբերի 1-ին, արդեն իսկ տեսանյութ հարված։ Նախորդ տարի են հատել։ 2024 թվականի նոյեմբերի 1-ին։ Այսինքն մի 7-8 ամիս առաջ, ճիշտ եմ ասում։ Չէ, քիչ։ 4-5 ամիս առաջ։ Ահա։ Հիմա մարդը նաև ապացուցում է, որ այդ ծառերը չորացված չէին, ինչու եմ ասում, որ այդ նկարները հիմա դնեն, որովհետև նաև ապացույց է, որ ծառերը ինչ վիճակում են եղել, եւ եթե փորձենք հասկանալ, սա հասարակական, այսպես ասած, կիրառման տարածք է, գտնվում է Գիտությունների ազգային ակադեմիայի վերահսկողության տակ ասեմ կամ պատասխանատվության տակ ասեմ, եւ իրականում ինչի համար է Բուսաբանական այգին, կարող եք ման գալ ինտերնետում տեսնել, Բուսաբանական այգին նրա համար է, որպեսզի այստեղ օրինակ ներկայացնեն աշխարհի տարբեր բուսականության բույսեր, ծառեր, օրինակ տեսնեն իրենց ոնց են իրենք զգում այս տարածաշրջանում, պահպանել եզակի օրինակներ, մենք դպրոցի ժամանակ երբ մեզ տանում էին Բուսաբանական այգի, պատմում էին, որ այս ծառը այս սանիտարական հատկությունն ունի, մյուս ծառը այն, մենք օրինակ այս ծառը Հայաստանում է աճում, մյուսը չի աճում, մենք եւ նաեւ քաղաքի թոքերի դեր են կատարում։ Եվ այո, ել չասեմ այդ գեղեցկությունից բացի ինչ դեր ունի Բուսաբանական այգին։ Եթե հիմա փորձենք հասկանալ, ես ես հավատացնում եմ, որ սա չի հատվել ոչ բուժման նպատակով, ոչ էլ ինչ որ մեկի տան լուսավորություններ խախտում։ Այստեղ վաղը մյուս օր կլինի շենք։ Ես էի ուզում ասում, բնականաբար շենք պետք է լինի։ Իհարկե դուք հիմա անտարբեր եք, հիմա շատերն ասում են Անուշիկ ջան,
Քաղաքում լուրջ խնդիրներ կան, երկիր ենք կորցնում, դուք ինչից եք խոսում։ Ես ընդհանրապես կասեմ հետեւյալը, մենք երկիր ենք կորցնում, որովհետև ժամանակին այս երևույթներին եղանք անտարբեր։ Ժամանակին, երբ մեզ անպատվեցին, մենք եղանք անտարբեր։ Մենք ինչ-որ տարիներ ի վեր դեռ մեր հանրության գիտակցության մակարդակը հասել է նրան, որ մենք 6-7 տարի է ոչ մի փոփոխություն բացի թանկացումներից, տուգանքներից չենք տեսել, բայց դեռ խոսում են նրա մասին, որ մենք միլիոններ ենք հետ բերել։ Կնոջը հարցնում են, ինչ միլիոններ են հետ բերել, ասում եմ ես չգիտեմ, բայց գիտեմ, որ բերել են։ Իմիջիայլոց հենց այս տրամաբանությամբ մենք գրում ենք մեկնաբանություններ մարդկանց հասցեին, որովհետև օրինակ մեկնաբանություններից մեկում ես վերջերս կարդում էի X մարդու մասին գրել են, իմ մասին չէր։ Ասում եմ ես իրան անձամբ չեմ ճանաչում, բայց իրանից զզվում եմ։ Եվ սա գրում է կինը։ Էնպես չի, որ թե տղամարդ գրեր լավ էր, որտեղ երբ տղամարդն է կնոջ հասցեին առհասարակ թույլ տալիս իրեն այսպիսի բան գրել, տղամարդիկ էլ են գրում։ Ու այս այն դեպքը չի, որ հա ինչ որ մեկը օրինակ անդասյարակ պահվածք ուներ եւ այլն, որտեղ դրա տակ էլ է գրում, տեսել եմ։ Բայց իրականում կա մի տարօրինակ բան, այ երբ մենք հաշիվ չենք տալիս մեզ, բա որ չեմ ճանաչում։ Գուցե չգրեմ, որովհետեւ եթե մեր երկու տակի հարևանները իրար հետ վիճում են եւ իրար համար դառնում են վատը, ես չեմ կարող որոշել, որ իրենք իմ համար են վատը, որովհետեւ չկան վատ մարդիկ, կան վատ հարաբերություններ։ Որովհետև ինչ որ մեկը կարող է ինչ որ մեկին սիրել, ինչ որ մեկին չսիրել, ելնելով նրանից, որ հիմա ինչ որ X աղջիկ կարող է ինձ չսիրել, որովհետև ես ժամանակին ինչ որ պատճառով իրեն ինչ որ դիտողություն եմ արել կամ չգիտեմ, կոպտել եմ։ Շատ լավ։ Դուք տեղյակ եք այդ մասին, ինչ է արել այդ մարդը։ Ոչ։ Բայց եթե այդ մարդն ասում է, որ ինքը ինձնից զզվում է, դուք բոլորը սկսում եք ինձնից զզվել։ Բայց երբ ես ձեզ օրինակ ներկայացնեմ, թե ինչ է արել 20 տարեկան ինչ որ մեկը, դուք կարող եք ապշահարվեք։ Հետևաբար, ինչ է պետք։ Նախ, եթե չեք ուզում ձեր հասցեին անհիմն կարծիքներ հայտնել, ինքներդ մի հայտնեք անհիմն կարծիքներ։ Քանի դեռ մեր ազգը ընդամենը կարծիք հայտնողի, այն էլ մարդկանց հասցեին կարգավիճակում է գտնվում, ես ձեզ առաջարկում եմ, եթե այդքան սիրում եք կարծիք հայտնել, անեք հետևյալը օրինակ։ Անտարբեր չլինեք եւ արձագանքեք ձեր երկրի հանդեպ արված այս դաժանությանը։ Ինչ վատ է, օրինակ արձագանքեք այս ծառահատմանը, արձագանքեք, երբ որ կրթության հետ լուրջ վատ բաներ են անում, արձագանքեք ծնողներ, երբ տեսնում եք, որ թուրք հեղինակ է ներգրավված ձեր երեխայի ուսումնական գրքում, ինչու չեք արձագանքում։ Մի տեսակ թմրած վիճակ է բոլորի մոտ։ Մի տեսակ թմրած վիճակ է, որ վիրավոր են։ Այս դերասանը, այն մեկը, ախր մի քանի անգամ ասացի, այդ դերասաններից շատերը այսօր կառավարության ոլորտում են։ Ինչու չեք անդրադառնում դրան։ Եվ ի վերջո, ինչի եք որոշել, որ դուք ավելի լավ է վիրավորեք ձեր երկրում ապրող մարդկանց, հատկապես օրինակ կանանց, ամենատարբեր վիրավորեք, բայց երբեք օրինակ չանդրադառնաք այն նրան, որ ձեր երեխաների բուսաբանական այգին ծառահատվում է։ Անտարբեր եղանք նրան, որ մեր երկիրը մեր ձեռքից գնում է։ Անտարբեր եղանք, որ մենք այսօր խոսում ենք կրթության նորաձևության մասին, մինչդեռ շատ մարդիկ տարիներ առաջ գոռում էին, որ կրթությունը նորաձև է եւ ամենատարօրինակն այն է, որ կրթությունը նորաձև է ասող մարդը չունի դիպլոմ։ Բայց ինչպես ասում է դասականը, ով չունի, կորցրել եմ։ Չէ, իրականում այստեղ խնդիրը ընդհանրապես ուրիշ տեղ է, ընդհանրապես էլ այդ դիպլոմ սաղ թողնենք մի կողմ, օրինակ գնում ենք բուսաբանական դեպի այգի։ Ես շատ երկրների շատ բուսաբանական այգիներ եմ գնացել, օրինակ մեր հարևան Վրաստանի բուսաբանական այգի։ Դու մտնում ես Վրաստանի բուսաբանական այգի, Թիֆլիսի, հա, դու ուղղակի չգիտեմ, դու ուղղակի հաճույք ես ստանում այդ էսթետիկայից, այդ գեղեցկությունից, այդ մշակված վիճակից, այդ ջրվեժներից, այդ մասշտաբներից։ Դու Երևանի բուսաբանական այգի ու ես հիմա խոսում եմ 25 եւ ավել տարի, որ ես գնում եմ այդտեղ, դա բուսաբանական, դա անտառել չէր, Վանաձորի ոչ մի անտառներ այդքան անմշակ չեն։
ու մենք հիմա խոսում ենք, թե ինչի են ծառերը հատվում, դե ես էլ ասում եմ, որ վաղուցվա պլան է, որ այդտեղ պետք է օրինակ լինի թաղամաս, այդտեղ պետք է շենք լինի։ Մենք չենք գիտակցում, որ այդ անտերը կառուցեք շենք արևիտակ կճռա։ այդ անտերը որ քաղաքների մաս է, ամերիկյան բոլոր քաղաքներում, իդեպ ասեմ, քաղաքային մշակույթում կա նման հետաքրքիր մի նախագիծ, սկսած Նյու Յորքից, Ցենտրալ Պարկը բոլորը հիշում եք, Սան Ֆրանցիսկո եւ այլն։ Այդ չափերով բավականին մեծ քաղաքի կենտրոնական հատվածում մեծ թոքեր աճացրած քաղաքի թոքերը շատ մեծ է դա այդտեղ որ վաճառեն այդ հողերը դա տրիլիոնավոր դոլարներ է բայց մարդիկ չեն վաճառում մարդիկ որովհետև դա քաղաքի թոքերն է մարդիկ այդտեղ վազում են մարդիկ մշակում են այդ այգիները, դա այգի է մարդկանց համար, որովհետև այդ մեծ մեգապոլիսներում պետք է այգիներ լինեն։ Մենք Երևանում էլ ոչ մի այգի, ոչ մի բան չունենք, ոչ բուսաբանական այգի ունենք, ոչ դալմայի բաղերն արդեն մնում, ոչ մի բան չի մնում Երևանում, անգամ ծառերը մայթերին հատվում են։ Մենք ոչինչ կգնան օտար երկիր, վախեցած կապրեն, որովհետև այնտեղ մի ճյուղ, որ հանկարծ գլխով կոպիտ դիպչեն ու տուգանվեն, բայց դու մեծ ավելի մասշտաբների մասին խոսեցիր, ես քանի որ մեր Երևան արդեն ցենց լավ եմ ճանաչում, արի մասշտաբները փոքրացնենք։ Գանք Գլենդել, Նյու Յորք չէ, Սան Ֆրանցիսկո չէ։ Ուրեմն բոլոր այն մարդիկ, ովքեր առիթ են ունեցել լինելու, ովքեր էլ չեն ունեցել առիթ լինելու, բայց շատ հարազատներ եւ ընկերներ ունեն, ասում եմ ես չեմ կերել, բայց ճանաչում եմ մարդ, որ գիտի, որ ով է կերել, հիմա մոտավորապես է։ Ուրեմն այդ ձեր հայտնի ամերիկանա պարկում, որտեղ դու մտնում ես ու մտածում ես, անում եք մենք դնում ենք հյուսիսային պողոտա, որտեղ տեսնում ես բոլոր հայերին, բացառապես։ Հիմա եթե համեմատենք հյուսիսային պողոտայի հետ, ամերիկանա պարկում կան բնակելի շենքեր, բավական գեղեցիկ 4-ից 5 հարկանի։ Ավելի բարձր չէ, շատ գեղեցիկ պատշգամբներով, ցածր, այնտեղ կան խանութներ, այնտեղ կա տրամվայի գիծ։ Այնտեղ կա շատրվան, փոքրիկ։ Հետաքրքիր տեղ է։ Ծայրից ծայր գնալու համար 3 րոպե պետք կամ 5։ Ուրեմն ամբողջ այդ տարածքը մեծ ծառեր է։ Եթե չալարեմ, ման գամ հիմա հեռախոսից մեջ կգտնեմ ձեզ ցույց կտամ։ Ամբողջ այդ տարածքը, այնտեղ կա սրճարաններ, այնտեղ կա բնակելի շենք, գեղեցիկ ծառերի մասին չի խոսքը, ընդհանրապես գեղեցիկ չէ։ Հաստափոր բարձր ծառեր։ Ծառ, որը որ մենք տեսնում ենք տարբեր տեղեր։ Այո, չէ, գեղեցիկ ծառ, չէ, որ ցակուրա չի, բան չի, վարդագույն գեղեցիկ ծառ չի։ Տձև, այո, մեծ հաստափոր, բարձրացած ծառ է։ Այդ ծառի կողքին կառուցված է սրճարան, որևէ մեկը ասում է իր խելքը հացի հետ չէր կերել, որ կարողանա որոշել, որ այնտեղ ինչ-որ բան կառուցել համար, ասեմ ավելին, այնտեղ իմիջիայլոց երբ սուրճ ես գնում, եթե չես ուզում սրճարանում նստել, կան սենց երկաթյա պուչուր սեղաններ ծառին մոտ, որ դու ծառի տակ նստես, քո սուրճը խմես։ Մարդիկ խոտերի վրա են։ Այն ինչ-որ օրինակ չկա պողոտայում, այո։ Հետո այն վերևի հատվածում մի քիչ այս շատրվանի կողքին կա սենց հետաքրքիր գազոն։ Այնտեղ նստած են երեխաներ, մեկ կտեսնես ծնունդ են նշում ինչ-որ տորթով, կամ ուղակի այո նստած են, մարդիկ գնում են, գալիս են, ասում բնակելի շենք էլ կա։ Մոտավորապես, եթե այդպես կոպիտ ասենք, հյուսիսային պողոտան է։ Ինչի ես օրինակը բերեցի, որովհետև վստահ եմ բոլոր լսել եք գոնե ձեր մտերիմներից այդ պարկի մասին։ Այդ մոտավորապես նույն մարդը կառուցել է դգրովը, որը նույնն է, մի քիչ ավելի ծառաշատ իմիջիայլոց։ Էլի նույն մեթոդով ոչ մի ծառ, այնտեղ ասում եմ մի հաստափոր ծառ կա։ Ես իմիջիայլոց դգրովում, եթե նկատել ես, շատ մեծ ծառ կա, էլի տենց տձև, շատ մեծ է ինքը իրականում։ Ես բազում նկարներ ունեմ, որովհետև քայլելու տեղը, տեսել ես, անհնար է նկատած չլինես։ Ես պարբերաբար կարող եմ հերթ կանգնել, սպասել, որպեսզի երբ լինում եմ նահանգներում դուրս գան մարդիկ, որ իմ սուրճը անպայման այդ ծառի տակ խմեմ։ Ինձ հետաքրքիր չի մնացած սրճարանները։ Եթե մենք որոշել ենք, որ օրինակ դե լավ դե արդեն Հայաստանը մեր ձեռից տարան եւ այլն կգնանք դրսում կապրենք, վախենամ այս կեցվածքով եւ այս ձևով դուք դրսում չկարենաք ապրել, որովհետեւ դրսում ձեզ բազմիցս կվիրավորեն։ Բայց սրա հակառակ կողմն եմ ճանաչում։ Դուք դրսում չեք անի նման սխալներ, որովհետեւ դուք կվախենաք պատասխանատվությունից, որովհետև դուք դրսում միշտ ասում եք աղբեր այստեղ չի կարելի թուղթ գցել պատուհանից կտուգանեն, կամ այստեղ չի կարելի ծառի ճյուղը պոկել, որովհետև կնստացնեն։ Դուք դա խելոք ընդունում եք եւ դուք բազմիցս ձեր պատմություններում դա մեջբերում եք։
Բայց ո՞նց ստացվեց, որ դուք ուրիշի տունը ավելի շատ սիրեցիք, քան ձերը։ Այդ ո՞նց ստացվեց։ Այդ լավ ասացվածքը, որ ասում է հարսանիքում լավ է, բայց քո տանը էլ ավելի, ո՞նց ստացվեց, որ իսկապես ձեր տունը դարձավ ամենավատը ի համեմատ բոլոր տների։ Կյանքում չեմ պատկերացնում, անգամ այն երկրներում, որտեղ իբր հայրենիքի գաղափար չկա, բայց պարզվում է իրենց երկրում հայրենիքի գաղափար ավելի կա, ինձ թվում է այս դեպքում պետք է կոսմոպոլիտան, ով էր գրել են հայ Դովլատովը։ Դովլատովի երևի ստեղծագործությունը կարդաք, փուճուր է, 2 րոպեում կավարտեք երևի, որ կարդաք, լավ 5, հա։ Այնտեղ այդ հայրենասեր մարդու շատ հետաքրքիր ձևակերպած մի փուճուրիկ պատմություն ունի, որ հիմա ես ասեմ, որ իբր ի համեմատ եմ ասում այդ պատմության, այն մարդիկ, ովքեր իբր տենց հայրենասիրական գաղափարներով չեն մեծանում, հələ գնացեք այդ երկրների հենց այդ քաղաքացիներին հարցրեք օրինակ ինչ է նշանակում, հայրենիք չէ, տարածք, որտեղ անցել է քո մանկությունը։ Եվ լսեք իրենց ձևակերպում։ Չեմ ասում հայրենիք բառը մի հնչեցրեք։ Մի ասեք ինչ է նշանակում հայրենիք, պարզապես ասեք ինչ է նշանակում մանկություն, որը անցել է ինչ-որ X հարթակում։ Հավատացնում եմ, դուք կզարմանաք պատասխանից, որովհետև ուղիղ գալիս է հայրենիք բառի հետ զուգորդվում է, եւ պարզվում է, որ այդ մարդը իրականում շատ ավելի լավ է պատկերացնում հայրենիքը ինչ է, քան մենք հայրենիքի կենացներ խմելով։ Շարունակեք սիրել օտարին եւ օտարի տունը ել ավելի քան ձերը, որովհետև երևի թե այո, նրանք ովքեր հասկացել են ինչ է նշանակում այս տարածքը իր ուժը էներգետիկայով եւ իր ամբողջ արժեքներով, թող որ ուրեմն իրականում էլ իրենք լինեն սրա տերը։ Այո։ Ով հասկանում եւ գիտակցում է, թող նա էլ լինի դրա տերը, ինչու ոչ։ Այո, որ չի գիտակցում, իսկ ես հավատացնում եմ, այս կռիվը այս երկրի համար հենց այնպես չեն տալիս։ Հաստատ ձեր համար չեն այս կռիվը տալիս, ոչ մեկ ձեզ այդքան չի սիրում թշնամի երկրից, որ գա ձեզ տեր լինի։ Իրենք դուք պետք չեք, իրենք կգան կցեղասպանեն։ Այն որ այն կինը պատմում էր այն օրը Բաքվի ջարդերի ժամանակ, որ ասում է հայրին որպես տոնածառի խաղալիք սպանել եւ գլխի վայր կախել էին ծառերից, որպեսզի դուրս գան ճեմելու իրենց երեխաների հետ ու տեսնեն, որովհետեւ դա պատիվ էր։ Դուք դեռ շարունակեք ասել պաշտոնական մակարդակով, որ մենք երազում ենք գնալ Բաքու տուրիստական որպես տարածք, տուրիստական նպատակներով պատտվելու եւ շատ եք ուզում իրենց բերել այստեղ տուրիստական նպատակներով։ Դուք դեռ շարունակեք դա անել։ Բայց պետք չի, իրանք գալիս են տուրիստական նպատակներով, իրենց համար շատ ազատ ֆրֆռում են։ Միշտ էլ եկել իհարկե ֆրֆռալ բառու համար, բայց ուրիշ բառ այստեղ չեմ կարա ես ասեմ, ավելի կոպիտ պետք է։ Ասեմ ավելին, ոչ միայն ֆրֆռում են։ Մեր հայ կանանց ոչ միայն լկտի, այլ նաև գովաբանող լավ բարկա ռեպլիկներ են թողում եւ իրականում կողքից լսող ոչ մի հայ տղամարդ, ասեմ ավելին, ունքն էլ չի շարժում, որ ասի, «Էս ինչ ես ասում իմ հայ կնոջը»։ Տոտալ անտարբերություն։ Ես կարող եմ փաստել իմիջայլոց X տարածքում իմ հետևից հնչած արտահայտությանը, որտեղ լսեցին շատ հայ տղամարդիկ։ Այդ անցնենք, ասում եմ, այդ լրիվ այլ պատմություն է։ Ես ես ընդհանրապես կասեմ, որ պարբերաբար ոնց որ մենք գնում ենք բժշկի, հա, մահամերձ վիճակում, այ մենք սիրում ենք այդպես էլ ապրել։ Մենք ոչ թե գնում ենք բժշկի, որովհետև սիմպտոմներ ենք նկատել մեր առողջության, որը բերում է մահի։ Այո, մենք գնում ենք արդեն անգիտակից վիճակում, երբ մեզ ուղղակի տանում են։ Մենք այդ օրին ենք հիմա, հետևանքները կտեսնենք հաջորդիվ եւ երկար սպասել չի տա, որովհետեւ դուք շարունակեք մեկնաբանություններ գրել թուրքամուղամական երգերի տակ, որոնք երգում ենք մենք, մեր հայ աղջիկները։ Այս այն է, ինչ մենք արժանի ենք։ Անցնենք առաջ։ Այս որպես մտածելու առիթ, չնայած վստահ եմ, որ չեք էլ մտածելու, բայց ասում եմ ամեն մարդ թող իր գործն անի։ Մենք ասենք դուք էլ ասում եմ ինչ ես խոսում, ոչխարը հանդով գնաց։ Այո։ Վահե բարի լույս։ Բարի լույս։ Մինչդեռ ասում եմ դուք կներկայացնես հայկական խոհանոցի արմատները, դրա կարևորությունը ու արժեքները, ասում եմ դա կգնահատեն թշնամիները, ոչ մենք։
Մենք կգնանք սուշի ուտելու։ Այո, վատ իմիջիալոց սուշի։ Ներկայացրու ինչ ենք այսօր պատրաստում։ Ամեն դեպքում։ Այո։ Ուրեմն հայկական խոհանոցից այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր մի ուտեստ դդումով փլավ կամ դդմաքաշովի տարբերակ, որը մասնավորապես պատրաստվել է Մուշի շրջանում եւ այս տարբերակը ինչով է յուրահատուկ, որ պատրաստվում է ղաուրմայով, նույն տհալի մսով, այսինքն մեզ դրա համար անհրաժեշտ է նախապես թրջված ձավար կամ թեթև խաշված ձավար, ինչու թեթև, որովհետեւ դդումի հետ ունի եփվելու ժամանակ, իսկ եթե շատ խաշված լինի, հետեւաբար ուղակի դառնալու է շիլա, ոչ թե փլավ տարբերակը։ Այստեղ ինչ ենք անելու։ Մեզ անհրաժեշտ է 1 գլուխ սոխ, 3 ատամիկ սխտոր, դրանով սոխառած ենք պատրաստելու կարմիր պղպեղով եւ սև պղպեղով իհարկե։ Ավելացնելու ենք դդումը մանր կտրատած քառակուսի փոքր տարբերակներով եւ ավելացնելու ենք իհարկե ձավարը։ Սոխառածի մեջ պետք է տապակել ղաուրման իր յուղով։ Այստեղ չենք ավելացնում կարակ կամ ձեթ, որովհետև ինքնըստինքյան արդեն յուղոտ է ղաուրման, հենց իր յուղի մեջ է պատրաստվում եւ թողնում ենք վերջում միջև որ ջուրը քաշի, այսինքն պետք է ծածկել ամբողջ մասայից 1 մատ բարձրությամբ ջրով, հա, այսինքն որպեսզի ամբողջությամբ բավարարի այդ քաշվելու process-ը։ Սա շատ հետաքրքիր է նրանով, որ երբ որ ջուրը ամբողջությամբ քաշվում է, այդ ժամանակ հասցնում է նաև դդումը արդեն պատրաստ լինել, որովհետև դդումը ձավարից ավելի արագ է պատրաստվում, եւ դդմաքաշովի տարբերակները հիմնականում Արևմտյան Հայաստանում շատ են տարածված, դրա մսով տարբերակը, ոչ մսով տարբերակը, օրինակ կար նաև բլղուրով եւ դդումով տարբերակ, մենք այստեղ փորձել ենք այդ տարբերակը եւ բավական հաջողված էր, այնտեղ ունենք հետագայում իհարկե բրինձով տարբերակ, որտեղ բրինձը ի սկզբանե հայկական լեռնաշխարհում տարածված չի եղել, հետո է եկել հայկական լեռնաշխարհ եւ ամբողջովին այս քաշովիների շարանը, այսինքն փլավներին դե քաշովի են ասում, որովհետև երբ որ ջուրը լցնում եք ներծծում է, այդտեղից այդ անվանումն է եկել, այսինքն գրական տարբերակով փլավին նաև կարելի է քաշովի անվանել։ Հետևաբար, որտեղ այնտեղ կա նաև ջրքամովի տարբերակը, այսինքն սա թողնում ենք, որ ջուրը ամբողջովին ներծծվի։ Ջրքամովի տարբերակում, օրինակ բրինձը եփելիս մենք ջուրը շատ հաճախ դատարկում ենք եւ նորից օրինակ սառը ջրով իրեն լվացնում ենք, որպեսզի այդ հատիկները պահպանվի։ Ըստ մշակման process-ի փլավների անվանումները իրենք տարբերվում են։ Այնպես որ սա առողջարար է, չեմ ասի, որ կալորիականապես ցածր է, որովհետև այստեղ կա ղաուրմա եւ ղաուրմա պատրաստված իր յուղով, բայց կասեմ, որ շատ համեղ է վերջում ստացվելու, այնպես որ սպասենք, փորձենք։ Վստահաբար։ Շնորհակալություն, չնայած այն կանխատեսումներին, որ եղանակի ջերմաստիճանը գնալով իջնում է սիրելի հեռուստադիտողներ։ Դե ոչինչ, մի 4-5 օր անդրադառնալով, այո, ասեմ, որ ջրային ռեսուրսները 24 աստիճան է տալիս կեսօրին։ Չնայած որ անպամած է եղանակը եւ ասում են որ միանգամից կտրուկ 7-8 աստիճանով նվազելու է, բայց այսօր էլի ուրախացնենք ձեզ, հա, որտեղ չորեքշաբթի անգամ ձյուն էր ցույց տալիս։ Այո, ձյուն է լինելու։ Այսօր կարող եք վայելել անպամած, բայց տաք եղանակը երեկոյան 10-ից 12, գիշերը +7-ից +9։ Սելի հեռուստադիտողներ, եկավ ամենահամեղ պահը մեր առավոտի։ Եվ ասում եմ, որքան էլ որ համատարած ասվում է, որ մեր մշակույթը նորաձև չէ, ես կարծում եմ, եթե կրթությունը նորաձև է դարձել վերջերս, ուրեմն այդ ֆոնին վստահ եմ, որ կրթված մարդը գիտի ինչ է նշանակում ազգային արժեքներ, ազգային մշակույթ, որովհետև միայն կրթված մարդը կարող է դա հասկանալ։ Իհարկե տարօրինակ է, որ այս ամենի ֆոնին, երբ մենք խոսում ենք կրթությունից եւ դրա ֆոնին չի խոսվում ազգային ավանդույթներից, արժեքներից ու մշակույթից։ Բայց եկեք ասում եմ լավատես լինենք եւ համարենք, որ այն մարդիկ, ովքեր օրինակ քարոզում են կրթության նորաձևությունը, հետեւաբար հասկանում են դրա հետևանքները։ Կրթված մարդը շատ լավ գիտի ինչու է պետք միշտ ծանոթ լինել գոնե թե, ասում եմ, իսկ եթե ճանաչես անպայման կսիրահարվես, որովհետեւ օտար մարդկանց մենք ոնց ենք սիրահարվում, մի քիչ ճանաչում ենք, հետո սիրահարվում ենք, չէ՞, հոգին ենք ճանաչում են, որ ասում են եւ այլն։ Հիմա եթե ճանաչենք, անպայման կսիրահարվենք եւ սա իրապես կլինի նորաձև։ Ես համարում եմ, որ մեր հեռուստատեսության գաղափարների եւ առաքելության համար նորաձև է ներկայացնել ազգային արժեքները, մշակույթը, երաժշտությունը, պարը եւ խոհանոցը։ Ես օրինակ այսպես եմ մտածում, թող կրթվեն,
հետո արդեն որոշեն։ խելացի մարդ ինքը կհասկանա իրան ինչա պետք, մեզ պետք է որ մեր հասարակությունը կրթված լինի։ Ես ավելի քան համոզված եմ կրթված հասարակությունը կսիրի երկիրը, հողու ջուրը, Իմիջիալոց եւ կրթված մարդը, երբ որ գոնե թե ինչ-որ բանի մասին խոսի, երբ իրեն հարց են տալիս, գոնե թե հետո դրա հիմնավոր պատասխանը կտա, որովհետեւ շատ հաճախ լսում ենք ինչ-որ կարծիք, հետո երբ հարցնում ենք, բա որտեղից գիտեք, ասում են չգիտենք որտեղից գիտենք, բայց գիտենք։ Սա կրթության մասին չի խոսում եւ գեղեցիկ երկու գրագետ բառերը դեռ չի նշանակում, որ դուք կրթված եք։ Իրականում Վահեն պարբերաբար փորձում է վերհանել, էլի վերհիշեցնել մեզ հայկական խոհանոցի մասին, այս անգամ էլի կհիշեցնի, թե ինչ խոհանոցի անդրադարձ է։ Բրավո։ Մինչև դուք կճաշակեք, ես հիշեցնեմ։ Սա ես պատասխանատու հայտարարում, սա աստվածային ուտեստ է։ Անուշ լինի, ուրեմն ինչպես ենք պատրաստել։ Նախապես թրջած ձավարը, ուրեմն կիրառում ենք, դդումի հետ մի փոքր խաշում ենք, տակը սոխառած ենք պատրաստում կարմիր պղպեղով, սև պղպեղով եւ իհարկե մի քանի ատամիկ սխտոր ենք ավելացնում այս ամեն ինչին։ Շատ չենք դաղում, որովհետեւ սխտորի համը փոխվում է շատ բովելու ընթացքում։ Դրանից հետո ավելացնում ենք ուրեմն տհալը իր յուղով, այսինքն սոխառած ամբողջովին պատրաստում է հենց այդ յուղի մեջ, վերջում ավելացնում ենք ձավարը թրջված վիճակում կամ կիսախաշ վիճակում դդումի հետ միասին։ Եփում ենք այնքան, որքան որ ջուրը քաշվի ու դառնա փլավանման զանգված։ Վերջում ավելացնում ենք չոր կանաչիներ, ես ցիտրոն եւ ռեհան եմ ավելացրել, իսկ վրան ավելացրել եմ նաեւ թարմ համեմ կանաչի։ Ընտիր, չգիտեմ, չեմ կարա բացատրեմ։ Սելերոստատիտոներ պարտադիր պատրաստել, պարտադիր։ Սննդարար, համեղ։ Սա շատ համեղ է։ Շատ հեշտ միջոցներով, այսպես ասած, բաղադրիչներով պատրաստվող, տիրացնող, անշուշտ չենք թաքցնում դա։ Ես համաձայն եմ այսպես գիրանալ։ Այո, եւ առողջարար համեղ հայկական խոհանոց։ Մենք ոնց որ թե ժամանակը սպառել ենք այսօր, այո, մեր առավոտը այսպեսին էր, սիրելի հեռուստադիտողներ, որքան էլ որ առավոտը պիտի լինի թեթև, բայց ես կարծում եմ, որ առավոտը հատկապես օրը նոր սկսելու, նոր համարձակություններ ձեռք բերելու, նոր գաղափարներ առաջ քաշելու համար է, եւ մենք ամեն առավոտ, այո, ամեն առավոտ կարող ենք արթնանալ նոր էջից սկսելով եւ փոխելով, ուղղելով սխալները, վերարժևորելով։ Եթե մենք տալիս ենք այդ առիթը ձեզ վերանայելու եւ հասկանալու ինչի համար է կարեւոր, եւ դա անում ենք նաեւ համեմված մեր հյուրերով եւ իրենց հնչեցրած գաղափարներով ու արված գործերով։ Ես էլի ասում եմ, ամեն առավոտ, եթե մեկը գալիս է այդ արժևորման գիտակցման, ես համարում եմ, որ մեր առաքելությունը հասել է իր ճիշտ նշանակետին։ Այո։ Իսկ մնացած էլի թողնում եմ ձեզ առիթ մտածելու, պարզապես առողջ եղեք եւ տա Աստված, որ մենք իրականում մի օր ապրենք շատ ավելի լուսավոր ու սիրով լի մարդկանցով ու դեմքերով Հայաստանում։ Օրվա լավ շարունակություն բոլորիս, հաջողություն։ Ստեսություն։